Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է, եւ պիտի ասեմ, որ այսօր մեր տաղավարում մենք իսկապես հաճելի համակրելի մի անձնավորություն ենք հյուրընկալել, ում կարծում եմ մեր ունկնդիրների շատերը ճանաչում են։ Խոսքս Լուսինե Զաքարյան տուն թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանի մասին է։ Բարև ձեզ, Տիկին Սուսաննա։ Ազար բարև։ Ասեմ, որ դուք ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի հայկական մասնաճյուղի վարիչն եք, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երևանի բժշկական պետական ինստիտուտի պրոֆեսոր, մի խոսքով մի անձնավորություն, ով հրաշալի ճանապարհ է անցել եւ այսօր, ինչպես նշեցի, գլխավորում եք Լուսինե Զաքարյան տուն թանգարան։ Այո։ Բարով եք եկել։ Շնորհակալ եմ։ Ինչպես եք դուք ձեզ զգում մի հերոստալիքում, որի գլխավոր նպատակն է փաստերը, անակնկալները եւ իհարկե կարծիքները, այնպես որ ձեր կարծիքին էլ ենք մենք հաճույքով լսելու։ Լավ եմ զգում, պիտի ասեմ, որովհետեւ ասեմ ձեզ, որ ձեր հաղորդումները կապված եւ Լուսինեի եւ Խորեն Պալյանի հետ ոչ միայն դիտում ենք, այլև մեր միջոցառումների ժամանակ թանգարանի, որ վերաբերում են կամ Լուսինեի ծննդյան օրվան, կամ Խորենի ծննդյան օրվան, կամ նրանց հուշ երեկո ենք կազմակերպում նրանց մահվան օրերի առիթով, անպայման միացնում ենք եւ շատ գեղեցիկ հաղորդումներ են դրանք, որտեղ որ նաեւ ինչ որ զանգեր են գալիս, Տիգրան Լևոնյանն էր զանգել, Վալերին զանգել էր, այդպես Խորենը պատասխանում էր այդ հարցերին, Վարդուհի Խաչատրյանը, Վարդուհի Սուքիասյանը, ես անգիր հիշում եմ ձեր հաղորդումները եւ ուրախ եմ, որ այս հաղորդաշարը կա։ Տիկին Սուսաննա, ասացի, որ դուք Լուսինե Զաքարյան տուն թանգարանի տնօրենն եք։ Իհարկե հաղորդումները, որ դուք նշեցիք, դրանց մենք դեռ կանդրադառնանք, բայց ինձ հետաքրքրում է այսպիսի մի հարց։ Ի վերջո դուք այդ տուն թանգարանի որպես տնօրեն ունեք պետական աջակցություն, թե արդեն ձրժապիտից հասկացա։ Սպասում ենք, որ կունենանք, բայց չունենք պետական աջակցություն։ Այսօրվա վիճակով պետք է ասեմ, որ 5 տարի առաջ, չէ, ավելի շատ 7 տարի առաջ մեր վեհափառ տերը օգնեց իր օժտությամբ եւ ֆինանսական աջակցությամբ, որպեսզի բնակարանը Խորենի եւ Լուսինեի վերանորոգվեց եւ 2019 թվականի հունիսի 1-ին ուրեմն բացվեց թանգարանը։ Թանգարանը այսպիսով ունեցավ եւ ունի 2 հովանավոր, ովքեր են։ Մեկը Խորենի եղբորորդին Ռաֆի Պալյանը, որը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, իմ ուսանողներից է եղել, եւ երկրորդը Գուրգեն Մելիքյանը, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, առանց որոնց հովանավորության ես որևէ շարժ, որևէ քայլ անել չեմ կարող բնականաբար։ Դե ես հույս ունենամ, որ ուշ թե շուտ պետությունն էլ ուշադրություն կդարձնի։ Հուսանք, հույսը մեռնում է վերջինը։ Մենք ես պիտի ասեմ, որ մեր հերթական հանդիպումը տուն թանգարանում Խորեն Պալյանի 90-ամյակի առիթով էր։ Ես հիմա առաջարկում եմ վերհիշենք այն օրերը, երբ Լուսահոգի Պալյանը հաճախ էր մեզ հյուրընկալվում, մեր հաղորդումներին, դիտենք մի հատված դեռ 1999 թվականին նկարահանված հերթական հարցազրույցից, որից հետո վերադառնանք տաղավար եւ շարունակենք մեր զրույցը։ Շերի բարեկամներ, իսկապես դրանք պատմական կադրեր են այսօր դարձել, այնպես որ դուք էլ կարծում եմ հաճույքով կդիտեք այդ կադրերը եւ որից հետո, ինչպես ասացի, մենք կշարունակենք մեր զրույցը փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սուսաննա Դավթյանի հետ։ Խնդրեմ տեսանյութը։
Սիրելի բարեկամներ, ես ուզում եմ ձեզ ներկայացնել մեր հյուրին, արդեն ասացի, որ այսօր մեր ծրագրի հյուրն է լինելու Խորեն Պալյանը, գրաբարի մեր լավագույն մասնագետներից մեկը, երգիչ, բանասեր, բավականին հետաքրքիր զրուցակից, պարոն Պալյան, շատ ուրախ եմ, որ մեր հրավերքը ընդունեցիք եւ եկաք, բարով եք եկել։ Բարի տեսանք, ես էլ շատ ուրախ եմ։ Այնպես որ դուք ձեզ զգացեք ինչպես տանը եւ ձեր բարեկամի հյուրն եք։ Ինչպես ասած, ծրագրերով, հոգսերով այսօր ծանրաբեռնված է մեր շատ սիրելի մայեստրոն, մի մարդ, որը արդեն մի քանի տասնյակ տարիներ ազնվորեն ծառայում է հայ մշակույթին։ Շատ շնորհակալություն Համլետ։ Կարծում եմ, որ ճշմարիտ եւ ազնիվ մտավորականի հոգսը մեր ժողովրդի, մեր ազգի ներկա վիճակն է, որ բոլորիս միշտ պահում է այսպես ուսախապ վիճակում, միշտ սպասում ենք ինչ-որ մի լավ բանի, ավաղ որ շատ է ուշանում այդ լավ բանը, թեև մեր հույսը չենք կդրում եւ միշտ սպասումի մեջ ենք։ Հոգսեր շատ կան։ Հոգսերի հիմնական հոգսը մեր երկրի, մեր ժողովրդի ներկա վիճակն է։ Անձնական հոգսեր ես չունեմ։ Իհարկե այդ մասին մենք կզրուցենք երևի մի քիչ ավելի ուշ, որ վերաբերում է ավելի ոչ թե ինձ, բայց վերաբերում է մեր ընտանիքի անդամներից մեկին, որը այսօր հեռացել է կյանքից, խոսքը Լուսինեի մասին է, երբ հասնենք այդ հանգրվանին, կարծում եմ մեր զրույցի ժամանակ կանդրադառնանք, առիթ կունենանք դեռ խոսելու այդ մասին։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր ձեր հեռուստաընկերության հյուրն եմ, օրը ծրագրում, որը դուք եք վարում, մեր ժողովուրդը շատ է սիրում, մենք էլ ենք սիրում, որովհետև վերջը ինչ-որ մի շող է, որին մենք նայում ենք եւ այդ շողը մեր մեջ ավելացնում է հույսը գալիքի հանդեպ։ Պարոն Պալյան, իսկ ինչ կարող եք ասել օրեցօր ահագնացող աղտագաղթի մասին։ Այո, ամենացավալի երևույթն է, կարծում եմ, որ մենք այն սերունդն ենք, որ մեր աչքերով տեսանք մեր երկրի դադարգվելը կամովին, երևի թե ժողովուրդը, որ լքում է հայրենիքը, մեծ մասը ջարահատյալ են գնում, առանց իմանալու թե ուր են գնում, երանի թե իմանային ուր են գնում եւ այդպես գնային, որովհետեւ շատերը ավելի թշվառ վիճակի մեջ են ընկնում ցավոք սրտի։ Եվ բնականաբար, ինչպես բոլորը, այնպես էլ ես շատ ցավով եմ տանում արտագաղթը, որովհետև նորից եմ գրկնում, մոնղոլական արշավանքների ժամանակ այսպիսի զանգվածային արտագաղթ չի եղել Հայաստանում։ Ժողովուրդը կապված է եղել հողին, իհարկե գնալու տեղ էլ չի եղել, ոչ Ամերիկա կար, ոչ Ռուսաստան կար, որտեղ իրենք կարող էին հանգրվանել, բայց այնուամենայնիվ շատ ցավալի երևույթ է եւ մենք բոլորս հատկապես այն մարդիկ, որոնք ամուր են կանգնած մեր հողի վրա եւ շնչում ենք ոչ թե այս մթնոլորտի օդը, այլ մեր հայրենիքի օդը, պատմության օդը եւ դրանով ավելի քաչալերվում ենք, ավելի զգաստանում եւ պատրաստում ենք միշտ իմանալ եւ սպասել լավին եւ գեղեցիկին։ Պարոն Պալյան, մեր եթերում արդեն առաջին հեռախոսազանգն է։ Ալո, բարև ձեզ։ Ալո։ Այո։ Իմ վաղեմի բարեկամները, Համլետ եւ Խորեն, ձեզ ողջունում է Նորար Մուշեղյանը։ Պարոն Մուշեղյան, շատ հաճելի է։ Արգելիներ, դա ցանկանում եմ ձեր միջոցով համայն հայությանը շնորհավորել հայոց կառավարության կողմից Զորավար Անդրանիկի աճյունի տեղափոխության որոշումը կայացնել։ Այո։ Ի վերջո իրականացել է մեծ հայրենասերի հայազգի ազատագրական պայքարի ուսապսակ հանդիսացող մեր Զորավար Անդրանիկի կամքն ու կտակը։ Շնորհակալություն նախաձեռնողներին։ Համլետ ջան, ցանկանայի մի հարցում ինձ աջակից կանգնեք, քանզի համոզված եմ, որ դա ճիշտ է։ Հարցը նրանումն է, որ այսօր ես հանդիպել եմ Պաշտպանության փոխնախարար պարոն Աստվածատուր Պետրոսյանի հետ եւ իմացա, որ ժամը գիշերը 11:30 պետք է ինքնաթիռի ժամանի Փարիզից Երևան։ Այսօր։
Մարտի ամսի 17-ին։ 17, Անդրանիկի աչքին հետ կապ։ Այո, Աչքինով հանդերձ։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի այդ ինքնաթիռի ժամանի, ցերեկային ժամի, որպեսզի ժողովուրդը կենթանի ճիշտ է։ պատվո ճանապարհը Զվարթնոցից մինչև Երևան կարծում եմ բոլորը կցանկանան։ Այդ գիշերային դժվարությունը կարծում եմ, որ հնարավոր է շատ հեշտությամբ լուծել։ Ճիշտ եք, պարոն Մուշեղյան, շատ հետաքրքիր եւ լավ առաջարկ է։ Շնորհակալություն նախ ձեր զանգի համար։ Ես կարծում եմ, որ այս օրերին երևի մենք էլ ճիշտ կլինի զրուցենք եթերում այդ մասին, որովհետեւ շատ կարեւոր մեր ժողովրդի համար կարեւոր իրադարձություն է եւ վերջապես իրականացավ նաեւ բոլորիս երազանքը։ Հարգելի Համլետ, թույլ տվեք այժմ խոսք ուղղել իմ շատ հարգելի հոգևոր աշխարհիկ եւ եկեղեցական երգերի հմուտ գիտակ երկարվեստի նվիրյալ հայրենասեր Խորենին։ Խորեն ջան, գիտեմ, որ դուք տարապում եք ազգի ճակատագրով եւ հետամուտ եք նրա ազգակերպման վեհ գործին։ Այժմ քրիստոնեական 1700 ամյակն է։ Ինչ եք նախաձեռնել ձեր շնորհաշատ էությունը, ինչով կարող է լրացնի, ավելացնի այն հանդեսը, որը կարող է մեր ազգին պատիվ բերի։ Շնորհակալություն։ Եղավ, շնորհակալություն զանգի համար։ Շնորհակալություն։ Սիրելի Նորայր, շատ ուրախ եմ, որ ցայնդ լսում եմ եւ մանավանդ ավետիսը որ Կոբերանից լսեցի, որովհետեւ Անդրանիկի մեծակույն ջադագովներից մեկն ես եւ դեր շատ վաղուց Անդրանիկ խումբն էիր եւ դրա նախագահն էիր, շրջեցիր նրանցով քո աչքն էլ լույս լինի, մեր բոլոր ազգի աչքը լույս լինի, իսկապես որ տարիների մեծ բաղցանքն է եղել մեր ժողովրդի վերադարձնել այս մեծ զորավարին եւ հանձնել հայրենի հողին։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ես կարող եմ ասել, որ այն ծանրաբեռնվածությունը, որ ես ունեմ մանկավարժության բնակավարում, շարունակում եմ նույն դասաժամերով, սակայն հիմնական զբաղումս եւ մտահոգությունս այսօր նաեւ շարագնոց ժողովածուն է, որի վրա մենք աշխատում ենք 4 նվիրյալ մարդիկ, Ռոստոմյան Ստեփան կոմպոզիտորն է, Սոնան է եւ Արամն է եւ ես իրենց հետ միասին պատրաստում ենք մեր ցայնակրյալ շարագնոցի բազմահադոր հրադարագությունը եվրոպական նոտաներով։ Առաջին հադորը արդեն լույս է տեսել եւ սպառվելու վրա է, երկրորդը պատրաստ է շուտով երևի կհանձնվի դպարան հրադարակչության, երրորդի վրա սկսել ենք աշխատել։ Կարծում եմ, որ ամենամեծ եւ ամենաարժեքավոր ներդրումն է սա 1700-ամյակի ծիրից ներս, որ մենք կատարում ենք նվիրված առանց որևէ ակնկալության, սիրով եւ Աստծո օգնությամբ կարծում եմ, որ ավարտին կհասնենք մինչեւ 5-րդ հադորը։ Պարոն Պալյան, գիտեք, ես հիմա առաջարկում եմ դիտել մի տեսագրություն, որը անշուշտ ձեր մոտ եւս հաճելի ուշեր կարտնացնի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Խնդրեմ ժապավենը։ Կազմակերպվեց Լուսինեի 60-ամյակի նվիրված հուշ երեկոներ եւ Միացյալ Նահանգներում եւ Հայաստանի տարբեր քաղաքներում եւ Սուրբ Էջմիածնում։ Ես չտեսա ոչ մի
pedagogan մարդ իշխանության կողմից, չգիտեմ, շատ գուցե ծանրաբեռնված էին եւ վերջին, այսպես ասած, մեծ համերգը, որ տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան մեծ դահլիճում դեկտեմբերի 2-ին, առանց որևէ ռեկլամի, առանց որևէ հայտարարության, բեռնեպերան լցված էր այն դահլիճը, որտեղ Լուսինեն ավելի քան 100-150 մենահամերգ էր միայն տվել, բեռնեպերան դահլիճներով։ Ես այս բոլոր միջոցառումների համար իմ խորին երախտագիտություն եմ հայտնում իմ սիրելի ժողովրդին, իմ բախտվական ժողովրդին, որը գիտի եւ կգնահատի Լուսինեին, գնահատում է Լուսինեին։ Այսօր էլ դուք ինքներդ տեսաք, ինչպես ինքնաբուխ կերպով ժողովուրդը հավաքվել էր եւ կանգնելու տեղ չկներ։ Եվ այսպիսի երկու նկատմամբ pedagogan այդպիսի վերաբերմունք շատ ամոթալի է, կարծում եմ, որ մինչև այսօր դեռ ոչ մեկի մտքով չանցավ 5 տարվա մեջ մեկ անգամ զանգել հարցնել, թե ինչպես է Լուսինեի հիշատակը, ինչ է արվել, իհարկե ոչինչ չի արվել, ոչ թե չի արվել, այլ չեն էլ մտածել այդ մասին։ Պարոն Պալյան, իհարկե անզուգական Լուսինե Զաքարյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ, որտեղ իրոք նա ժողովրդական երգչուհի էր բառից բուն իմաստով, նրան անչափ սիրում էր մեր ժողովուրդը, եւ ինձ համար էլ գիտեք, ես ամոթալի եմ համարում, որ մեր պետական այրերը այսպիսի անտարբեր մոտեցում են ցույց տալիս։ Ես չգիտեմ, միջև այսօր ինչ որ մի կոնկրետ բան արվել է այդ մարդկանց կողմից։ Բացարձակ։ Երևի, չգիտեմ, մեղադրանքը, որ ներկայացվում է շատ հաճախ իշխանություններին, ասում են ինչ որտեղ նաև դաժան է, ինչ որտեղ նաև չափից ավելի սուր է, բայց ինչ ասես այս պարագայում, երբ Լուսինե Զաքարյանին են մոռանում, մեր սրբություններից մեկին, ես համոզված եմ, որ այդ մարդիկ իրենց հարազատներին էլ կարող են մոռանալ։ Սիրելի Համլետ, ես երբեք հավակնությունը կամ դրամատրությունը չունեմ հիմա այստեղ կանգատներ, փողոքներ ներկայացնելու Քավլիցի, ուրախ եմ, որ այսօր ինձ հնարավորություն է տրվել իմ ժողովրդի հետ այսպես խոսելու կամ նրանց առջև ես ելույթ եմ ունենում, խոսում եմ, իսկապես որ արվել է շատ բան, այդ իմ նշած 70-ամյա ամբողջ տոնակատարությունների, հանդիսությունների բացի մեզ հաջողվեց Ամերիկայում պատրաստել 3 լազերային սկավառակներ, ձայնասկավառակներ, շատ բարձր մագարտակի, որոնք դժվար է մի քիչ հայրենիք ներմուծելը, շատ մեծ քանակի չեն, բայց արվել է շատ բան, որբեսի ինչպես խոստացել էինք, ժառանգությունը Լուսինեի մենք պահենք եւ փոխանցենք գալիք սերունդներին։ Բրգվեց հիմա Լուսինեի ունեցած ձայնակրությունները ամենամակրամակուր այսպես բանով, վիճակով եւ կարող է 1000 տարի դիմանալ այդ լազերային դիսկը առանց որևէ բանի։ Այնպես որ գալիք սերունդները հնարավորություն են այդ լսելու, տեսնելու։ Վերջերս Լիդա Գևորգյանի պրոֆեսոր եւ իմ ուրեմն միասնական այսպես ընկերակցությամբ պատրաստվեց Լուսինե Զաքարյանի երկրորդ գիրքը, որ ես բերել եմ հատկապես քեզ նվիրելու համար, այսպիսի փոքրիկ եղբայրական ուրեմն վերդարությամբ, սիրելի եղբորս Համլետին, առավել ուժ, ավյուն եւ իմաստություն շարունակելու իր նվիրումը մեր ազգին ու մեր հայրենիքին։ Լուսինեի սուրբ հիշատակով Խորեն Պալյան։ Շնորհակալություն։ Կարող եք ցույց տալ մեր ժողովրդին, իհարկե հավակնությունը չունենք շատ կովելու, որովհետև դեռ շնորհանդեսը տեղի չի ունեցել, հավանաբար կլինի առաջիկային մարտին երևի Թեքյան մշակութային միության գազագերբությամբ։ Ուրիշ Լուսինեի շիրիմը պատրաստել եմ առանց որևէ մեկի միջնորդության, ամբողջ իմ ուժերով։ Վերջերս էլ բավականին այնպես մեծ բազալտից մի քար իբրև ծաղկաման դրեցինք կողքին, որովհետեւ անընդհատ չգնանք ծաղկամաններ ճարենք, բերենք, կոտրենք կամ ավեն։ Մի կողմը պետք է բնական վարդ լինի, իսկ կողքին բերված Լուսինեի
հիշադակին ծաղիկները պիտի տրվի, որպես ծաղկաման։ Աշխատում ենք ամեն կերպով, որպեսզի մեր ժողովրդի հիշողության մեջ միշտ վառ մնա Լուսինեն, կմնա իհարկե, բայց չգիտեմ ինչու հեռուստատեսությունը հատկապես այս վերջին շրջանում դարձյալ լուր է, ինչու պիտի ամիսը 1-2 անգամ չհաղորդեն Լուսինեի մասին եղած մի քանի ժապավենները, ֆիլմերը, այսպես ասած, իր մասին կինոնկարներ կան, կամ համերգ դասական երաժշտություն, որ արգելված լինի Հայաստանում։ Հատկապես խոսքը վերաբերում է մեր դոհմիկ երաժշտության, հոգևոր երաժշտության, շատ քիչ է դրվում։ Ու չհաշված է չմիացնից ուղղակի հերարցակվող հաղորդումները բادرակի եկել արարողությունների մասին։ Ճիշտ է, Կարծում եմ, որ ժողովուրդը միշտ սպասում է, ակնկալում է Լուսինեի ձայնը լսելու, այնպես որ պետք է մտածեն հեռուստատեսության ղեկավարությունը այդ մասին։ Տիկին Դավթյան, հաճելի հիշողություններ, ես կարծում եմ ձեզ մոտ էլ ամեն անգամ երբ դիտում եք այս կադրը, ինչ ապրումներ եք ունենում։ Շատ ցավում եմ, որ շուտ գնաց Խորենը։ Դե Լուսինեն շաքարախտ ուներ, 30 տարի ամեն Աստծո օրսը զգվում էր։ Ծանր հիվանդությունը իրեն փոքր ժամանակվանից հետապնդել էր, բայց Խորենը շատ հանգարցակ է գնաց, գիտեք, Հրանտ Դինքի մահվան օրվանից հաջորդ օրը գնաց 2007 թվականի հունվարի 20-ին 19-ին այդ դեպքը եղավ Դինքի հետ այլանդակ կենթանիներ վերացրեցին այդ մարդուն հայրենասերային եւ Խորենը չդիմացավ երևի շատ շուտ գնաց շատ ափսոս որ գնաց որովհետեւ նա իսկապես քայլող հանրագիտարան էր կրթվել էր Գևորգյան ջեմարանում, ասում է առավոտյան 5-ին է արթնանում, մինչև մյուս սաները կարթնանան, վանքի պատերի տակով քայլելով սերտում էի դասերս եւ դրա համար երբևէ չօգտվեց տեքստից, բերանացի, հռետորական արվեստին այնպես էր տիրապետում, օրինակ ես 90-ամյակի առիթով թանգարանում, որ կազմակերպել էինք միջոցառում, այս անգամ առաջին անգամ ցույց տվեցի փոքրիկ հատված իմ հարսանիքից, որտեղ Խորենը Սումգայիթի Եղեռնի հետ կապված ինչ ոգեշունչ ճառ ասեց, թվում է թե բոլոր դահլիճի նստածները, մասնակիցները հարսանիքի պիտի ոտքի կանգնեն ու վազեն գնան կռվի, գնան վրեժ լուծելու, այդպիսի հռետորական արվեստին տիրապետում էր։ Իսկ Լուսինեն նստել չուներ, երգում էր։ Նա երբևէ չսպասեց, որ խնդրեն, աղաչեն, որ խնդրում ենք, մի երգ չկար դենման ինքն էր ասում էր նա ինքը ասում էր մի հատ էլ երգեմ եւ պսակի երգը երգեց եւ միասին երգեր երգեցին շատ սիրուն զույգ էին ափսոսեր Տեսեք, իսկապես Խորեն Պալյանը երևույթ էր մեր կյանքում շատերը հարցնում են ինչու նա անսպասելի թողեց վանքը, փաստորեն հեռացավ հոգևոր աշխարհից, որտեղ կարող էր շատ բարձր պաշտոններ զբաղեցնել, մանավանդ որ փայլուն կրթություն ուներ եւ տիրապետում էր թե գրաբարին, թե ներկայերին եւ ես ուզում եմ մեր ունկնդիրներին էլ ասել, որ սիրելի բարեկամներ, ես էլ բախտ եմ ունեցել մոտիկից ճանաչելու այդ անձնավորությունը։ Իմ դասախոսն է եղել պետական համալսարանում եւ իմ հավաք ընկերն էր, որին ես իսկապես համարում եմ նաեւ իմ ուսուցիչներից մեկը։ Գիտեք, ես այն ժամանակ նոր էի սկսել սպորտային մեկնաբանի իմ գործունեությունը։ Ինքն էլ բարձում էր սպորտի մեծ սիրահար էր։ Մի օր զրուցում էինք, ասեց Համլետ, դու գիտես չէ՞ որ հոգեվոր աշխարհում շատ այսպես անտարբեր չեն մարզաշխարհի հաջողությունների հետ կապված բոլոր հարցերում։ Ես էլ ասեցի, իհարկե գիտեմ, ավելին ասեցի, պարոն Պալյան, վերջերս երբ Ավենանժը եկել էր Հայաստանի Հանրապետություն, Վազգեն Վեհափարի մոտ մենք նրան նկարահանեցինք, հարցազրույց ունեցանք եւ երբ ամեն ինչ ավարտվել էր դուրս էին գալու, Վեհափարն ասեց Համլետ, մի րոպե ոտքդ կախցիր։ Ես ճիշտ ասած, պես անսպասելի էր ինձ համար, Ավելանժը իր տիկնոջ հետ դուրս եկան եւ Վեհափարն ինձ ասում է. ինչու Արարատը լավ չի խաղում։
պատկերացնում եք, դա 86 թվականն է, ասես չէ որ մենք ունեցել ենք Արարատ 73, այսօր ինչու է Արարատ այս վիճակում, ասեցի վեհապար դե գիտեք սերնդափոխություն է, ասեց գիտես, այդպիսի բաներ ինձ մի ասա, ես ֆուտբոլ շատ սիրում եմ եւ հասկանում եմ դեռ սեմինարիայի ժամանակ այդ սովորում էի հոգեվոր այդ գիմնազիայում Ռումինիայում մենք հաճախ ֆուտբոլ էինք խաղում եւ ես գիտեմ ֆուտբոլ ինչ է։ Ես անկեղծ ասած ապշելի եմ վեհապարի աշխոսքերից, որտեղ շատ անսպասելի է։ Չգիտեի որ նա այդքան ֆուտբոլի մեջ սիրահար է։ Նման ձևով սպորտը, հատկապես ֆուտբոլը պաշտում էր նաեւ Խորեն Պալյանը։ Չգիտեմ, մենք այնքան էինք մտերմացել, որ ասում եմ իմ ավակ ընկերոջ կարգավիճակով էի ես նրա հետ շփվում։ Ավելին ասեմ, իր հետ շփվելը ինձ համար կարծես պահանջ էր դարձել։ Ես միշտ սպասում եմ ամեն 3 շաբթի մեր գրապարի դասին, որպեսզի նրա հետ նորից հանդիպեմ, շփվեմ եւ Խորեն Պալյանի շնորհիվ ես սիրեցի մեր գրապարը, մայրենին։ Այ ձեր կարծիքով ո՞րն էր Խորեն Պալյանի ֆենոմենը, ինչու մեր այն կանոն։ Լավ։ Ուրեմն դուք նախորդ հարցն էլ որ տվեցիք, ինչու դուրս եկավ Էջմիածնից վանքից, չէ՞ որ նա եպիսկոպոսած դասը կարող էր լրացնել, պաշտոններ ունենալ եւ աճել որպես հոգեվորական, եւ որն էր նրա ֆենոմենը, այդ հարցերին փորձեմ պատասխանել։ 64 թվականին Խորեն Պալյանը դուրս եկավ վանքից եւ ընդունվեց պետական համալսարան։ Այդ տարի ես էլ էի ընդունվել պետական համալսարան եւ միջոցառում կար համալսարանի սև շենքում նվիրված Ֆրանց Վերֆելի Մուսալերան 40 օրը գրքին։ Ես նվագում էի եւ արտասանում էի, ասմունքում էի, Խորենը երգում էր, չէինք ճանաչում իրար։ Միջոցառման վերջում մոտեցավ, ասեց. Դուք եք համալսարանում սովորում, ես էլ։ Ամեն անգամ ասեց, խնդրում եմ կոնսերվատորիայից որևէ մեկին, որ գա ինձ նվագակցի կամ չեն գալիս, կամ ուշացումով են գալիս։ Ինչ չի լինի, որ դուք ինձ նվագակցեք։ Ինչու չի լինի, ասեցի, եւ այդ օրվանից, դա սեպտեմբերն էր 64 թվականի, սկսեցի նվագակցել իրեն, երբեմն էլ Լուսինե Զաքարյանին, որ դեռ Սվետլանա Զաքարյան էր։ Չմոռանանք պատասխանել նաև այն հարցին, թե ինչու Սվետլանան դարձավ Լուսինե։ Այստեղ նաև Խորենի դերն էր մեծ, նաև վեհապարի դերն էր մեծ, նաև Նայիրի Զարյաններին ժամանակ ինչ որ գիտեք ինչու՞մն էր բանը։ Խորենի գնահատականը փայլուն տվել էր Պարուր Սևակը, երբ որ ասեց Խորենի միջոցով Լուսինեն Սվետլանան դարձավ Լուսինե, նաև նրա միջոցով։ Աստվածատուր շնորհ տաղանդ ուներ Լուսինեն, երկու կարծիք չկա։ Նրա մեջ հոգևորը իբնե իծնե էր։ Նա ծնվել էր հրեշտակ լինելու, հրեշտակային երկեցողությամբ Աստուն փառաբանելու եւ երկինք գնալու համար։ Դա երկու կարծիք չկար, բայց Սևակը ճիշտ էր, որ ասեց Ախալցխայում ծնված մեծացած ռուսական դպրոց գնացած այդ աղջնակը, որ տեղափոխվեցին 52 թվին Երևան ընտանիքով եւ Չկալովի դպրոցը ավարտեց նորից ռուսական դպրոցը, կատարյալ աշխարհաբար հայերեն չգիտեր ուր մնաց գրափար իմանար, որ գնար դարերի խորքը վերցներ Մաշտոց, վերցներ Նարեկացի շնորհալի եւ ու երկեր։ Այս հարցում իրեն օգնեց Խորենը։ Խորենի կատարյալ իմացությունը մեր քերթողական արվեստի, հայ հոգևոր երաժշտության, տաղեր, շարականներ, գանձեր, ավետիցներ, բոլոր մեղեդիներ, բերանացի գիտեր 1800 շարական։ Եվ Խորենը օգնեց Լուսինեին գնալ դեպի դարերի խորքը, վերցնել այնտեղից մեր գանձերը, բայց վերցնողը, բերողը նորից մի նոր հմայքով, մի նոր երանգով ու գույնով ներկայացնողը Լուսինեն էր։ Եվ դրա համար Վահագն Դավթյանը ասեց, որտեղից եկավ նա այսքան անեղծ, այսքան ոգեղեն, այսքան անմեկին, եւ ինչ հրաշքով խաչքարից հանեց նրա մեջ նիժող մաքուր մեղեդին։ Շատ սիրուն գրեց Վահագն Դավթյանը, ասեց երկեց եւ հուշեց ձայնն այդ մոգական, որ թե այս քնքուշ
փխրուն աղջկա հոգում դարերի ձգվող ոգի կա այսքան, ուրեմն շատ ենք համառ ու տոկուն, եւ փառք ուրեմն քեզ, երկող խաչքար, քեզ մկրտության մաքուր ավազան, դարերից ձգվող ոգեղեն մեր ձայն, դարերից ձգվող մեր հոգու բարբար։ Շատ լավ ասեց, չէ։ Պարզապես իսկապես մեղեդի է արդեն։ Մեղեդի գրեցա։ Լուսինեին համար շատերն էին ասում, որ Խորենը դուրս եկավ վանքից, սիրում էր Լուսինեին այդ պատճառով, չկար այդպես բան։ Խորենին հարց տվել են բազում անգամ եւ նա բազում անգամ պատասխանել է, որ ինձ վանքի պատերը նեղ թվացին։ Հիշեք այդ ժամանակ 60-ական թվականներն էր, հոգևոր զարթոնքի ժամանակաշրջան էր, Մատենադարանը կառուցվեց, 1600-ամյակ Մեսրոպ Մաշտոցի, Սասունցի Դավիթ արձանը ստեղծվեց Անդրելի զանգակատունը, ստեղծվեց Սպարտակ բալետը, ինչ հոգևոր զարթոնքի ժամանակաշրջան էր, եւ ասեց ինձ թվաց, որ ես լայն ասպարեզ եմ ուզում, որպեսզի իմ ազգին ծառայեմ։ Դուրս եկավ 2 տարի Վազգեն կաթողիկոսը հրաման չէր տալիս եւ 67 թվին միայն դուք Էջմիածին ամսագիրը եթե բացեք կարդաք կտեսնեք որ վեհարանը դիմեց վեհափառ կաթողիկոսին որպեսի կարգալույց համարվի Մեսրոպ Խորենի եկեղեցական անունը Մեսրոպ էր Մեսրոպ Վարդապետ Պալյանը կարգալույց համարվի եւ թույլ տալ անցնել աշխարհիկ կյանքի Խորենը այսպես անցավ աշխարհիկ կյանքի նաև Վազգեն կաթողիկոսի թույլտվությամբ, իսկ մի 4-3 տարի հետո ամուսնացավ Լուսինեի հետ, դա սեր էր, ինչ խոսք, սեր էր, այդպիսի սեր չես գտնի հիմա, որ տաքացնում էր կոնյակը, որ Լուսինեն խմի, որ Լուսինեի համար եղավ պատվանդան, եղավ ամուր հիմք, որ Լուսինեն արծվի իր թրիչքը սկսի այդ ամուր հիմքից, որտեվ Չեքիջյանը ժամանակին ասում էր Արծվին ինչքան որ սահարթ է պետք թրիչքը իրականացնելու համար, նույնքան հիմք, ամուր հիմք, պատվանդան է պետք, որից պիտի սկսի իր թրիչքը, Խորենը այդ ամուր հիմքը եղավ իր գիտելիքներով, միջնադարյան մեր երաժշտության, մեր հոգևոր ողջ ժառանգության փայլուն իմացությամբ, որ չկար մի հարց, որ տայր ինքը գրագետ եւ խորագետ չպատասխաներ։ Այսպես ստեղծեցին երկուսով մի հրաշք մի միություն ստեղծեցին, դարձան մեր մշակույթի զարդը եւ փակ դռները բացեցին անաստվածության պարտադրված տարիներին, վանքի պատորից դուրս բերեցին այն ինչ որ ունեինք եւ միաժամանակ չունեինք։ Հոգևոր երկերը հնչում էին միայն եկեղեցում, նրանք նվիրեցին աշխարհիկ բեմերին եւ ամբողջ աշխարհին քաղաքակիրթ ցուցադրեցին եւ նրա քիմքին հասցրեցին եւ ոչ միայն աշխարհին, այլև մեր ժողովրդին, մեր հոգևոր երկերի եզակի բացառիկ հմայքը ու համաքրիստոնեական բովանդակությունը, սա էր նրանց հերոսությունը, իսկապես հերոսություն էր, որտեղ այդ պարտադրված անաստվածության տարիներին Լուսինեն երբ որ համերգ պիտի տար եւ վերջում շատ էին ծափ տալիս, բիս կոչում էին բրավո, երկում էր մի անգամ հավուն, մի անգամ Տեր ողորմյա, մյուս անգամ Սուրբ, ժողովուրդը կարկամում էր, քարանում էր դահլիճում, այսպես բաներ ենք ունեցել եւ չենք լսել երբևէ մեր աշխարհիկ բաներում, դահլիճներում, Արամ Խաչատրյան, Արնո Բաբաջանյան եւ այլն, կարկամում էր, նվիրեց ժողովրդին այն Լուսինեն ու Խորենը, ինչ ուներ ժողովուրդը եւ միաժամանակ չուներ, որովհետեւ հնչում էին այդ բոլորը միայն եկեղեցիներում։ Այս մեծ հերոսություն էր։ Տիկին Սուսաննա, ես երբ վերջին անգամ հանդիպեցինք Խորեն Պալյանի 90-ամյակի նվիրված այդ հանդիպման ժամանակ, այդ միջոցառման ժամանակ, նկատեցի, որ դահլիճում շատ մեծաթիվ ուսանողներ կային, որոնց հրավիրել եք եւ իրենց երկխոսությունը ներկայացնելու եւ մասնակցելու միջոցառմանը, ինչ ուսանողներ էին։ Ճիշտ եք նկատել, պարոն Ղուշյան, ուսանողներ կային, բանն այն է, որ արդեն 5 տարի է մենք
երաշտական կրթօջախներից, որոնց թիվը 4-ն է, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ռոմանոս Մելիքյանի անվան, Արնո Բաբաջանյանի անվան եւ Շարլ Ազնավուրի անվան կրթօջախներ են, ուսումնարաններ են, որտեղից ջոկում ենք, ընտրում ենք ուսանողներ, որոնք Լուսինեի երկացանկին ուզում են հետևել, ուզում են այդ ճանապարհով գնալ, ճանաչել Լուսինեին, չեմ ասում նմանվել, որտեղ միևնույն է ամեն տաղանդավոր մարդ իր ուղին ունի, իր ձեռագիրն ունի, բայց այդ լավագույններին ընտրում ենք եւ նրանց արժանացնում ենք անվանական կրթաթոշակի։ Այդ հարցում ինձ օգնում է Գուրգեն Մելիքյանը 1000 տարվա կյանք ունենա այդ մարդը։ Ուրեմն ասեմ ձեզ, 1-2-ին, որոնց արժանացրել էինք 4 տարի առաջ, օրինակ, կոնսերվատորիայից Լիլիթ Դավթյան, այժմ նա Բերլինի օպերայում մեներկչուհի է եւ չի մոռանում, որ իր առաջին, այսպես ասած, տիտղոսը մեծարման երևույթը տեղի ունեցավ Լուսինե Զաքարյան թանգարանում, որ նա արժանացավ Լուսինե Զաքարյան անվանական կրթաթոշակի։ Մյուսը Հովանես այսօր Իտալիայում է։ Այսինքն հնարավորության սահմաններում խիստ ընտրություն են անում, որպեսզի այդ երեխաները չնչին գումար են ստանում։ Ենթադրենք 4-5 հազար պիտի թոշակ սովորական ստանան, մենք տալիս ենք 10,000, բայց հարցը գումարինը չի։ Ամեն ինչ չի, որ գումարով է որոշվում, իրենք հպարտանում են դրանով։ Եվ ես պարտադիր դրանց հրավիրում եմ մեր միջոցառումներին այդ անվանական կրթօջախի արժանացած ուսանողներին գալիս են եւ երգում են, որպեսզի հանդիսատեսը ներկաներն էլ մասնակիցները տեսնեն, արժանի են սրանք, որ արժանացին։ Շատ ասեմ ձեզ, Ռոմանոս Մելիքյանի անվան դուք տեսաք Ռոմանոս Մելիքյանի անվան երաշտական ուսումնարանից, որը շատ շահեկանորեն առանձնանում է երևի այլ կրթօջախներից, ինչով ոչ միայն գրագետ մասնագետներ են պատրաստում, այլև ինչպես Արիստոտելն է ասում, կրթում են ոչ միայն միտքը, այլև սիրտը, այլև հոգին, հայ են մեծացնում, հայ են դաստիարակում, շատ կարևոր բան է դա։ Գիտեք, տեսեք էլ Արաքս Սարյան, Տիգրան Մանսուրյան, Լուսինե Զաքարյան, այնպիսի դեմքեր, այնպիսի մեծություններ են ավարտել Ռոմանոս Մելիքյանի ուսումնարանը, եւ այսօրվա իրենց ղեկավարությունը շարունակում է դա։ Վերջերս ինձ հրավիրեցին Արմրանիկ Զորավարի ծննդյան օրվան նվիրված միջոցառման Ռոմանոս Մելիքյանի անվան։ Դուք տեսնեիք այդ ուսանողները ինչ ոգևորությամբ եւ էկրանին ցույց էին տալիս, այսինքն եւ տեղեկացրեցին մնացածներին եւ դաստիարակեցին, սովորեցրեցին, հուզեցին եւ շատ կայացավ այդ միջոցառումը, այդպես պիտի օրինակ վերցնեն մնացածը։ Ես նկատել եմ, որ Երևանում ավելացել են թանգարանների թիվը, տեսեք, ստեղծվել է Կարեն Դեմիրճյան, Շարլ Ազնավուր, մեր մյուս մեծությունների անունը կրող թանգարաններ, արդյոք նրանք բոլորը արժանացել են պետական հոգացության եւ գործում են հավուր պատշաճի։ Պետական հոգացության են բոլորը համարյա, մեր վիճակում գտնվող, ես չգիտեմ, էլի կատը չկա, բայց գովել չլինի, ասեմ բոլորի կարծիքը, որ ծաղկում է մեր թանգարանը, մեռած թանգարան չէ, այդտեղ գալիս են հոգևոր սնունդ ստանալու, ոմանք գալիս են նստում են, պատերն էլ ներծծված են Լուսինեի աղոթքներով, գալիս են հեռանալու առօրյա հոգսից, կեղտից, փոշուց, կոպտություններից, ստից հեռանալու, մաքրվելու, մի փոքր, ինչ ասեմ, հանգստանալու, վերադառնալու դեպի քո եսը, քո ինքնությունը, քո արմատները, քո ժողովուրդը, շատ, հետո գիտեք ինչ, Համլետ ջան, եթե դու ջիգար ես դնում գործի մեջ, այդ գործը հաջողություն կունենա, ես պարտավորված եմ դա անել, դա կապ չունի, պետությունը ինձ տալիս է աշխատավարձ, թե չի տալիս, դա բոլորովին նշանակություն չունի, եւ Սևակը լավ խոսք ունի, չի ասում է, միգուցե ոչ այս հաջորդ կյանքում
սովորեց տեսնել առանց աչքերի, զգացմունքներ կարդաս ու մտքեր լսես, հպվես, բայց արդեն առանց ձեռքերի։ Գուցե մի բան քեզ հուշի, որ կյանքում հարուստ լինում են ոչ միայն փողով, եւ հոգու լույսը երբեք չի սպառվում ու չի պակասում ուրիշին տալով։ Լուսինեն ու Խորենը երկու անգամ հարսանիք եմ ունեցել, երկու հարսանիքներ իրենք են ծաղկեցրել, պսակի արարողություն իրենք են արել։ Մեր տանը չկար միջոցառում, որ Խորենը համադար չլիներ։ Եվ կարելի է այդ բոլորը մոռանալ, ընկնել ինչ-որ գումարի հետևից, չի կարելի։ Պիտի ջիգար դնես, պիտի երախտապարտ լինես, եւ ես սիրով եմ անում։ Այն ինչ որ սիրով ես անում, գալիս են, նստում են, զրուցում են, ոնց որ վերնատուն լինի, հոգևոր կենտրոն լինի, եւ ես ձգտում եմ, որ երիտասարդները կան, որովհետեւ ցավոք միջին եւ բարձր տարիքի մարդիկ սիրել են Լուսինեին, ոչ միայն սիրել են, այլև պաշտել են Լուսինեի Խորեն զույգը ընդունված եղել, բայց երիտասարդները գաղափար չունեն, ոչ ուսանողները, ոչ առավել եւս դպրոցականները։ Դրա համար մեծ ճիքով բերման եմ ենթարկում նրանց, որպեսզի իմանան, որ սա էլ ունեք դուք, սա ունեք դուք, սրանով պիտի հպարտանաք, տաշի տուշիով բան դուրս չգա, դա չի քո ազգայինը։ Եղավ Ստիգին Սուսաննա, ես պիտի ասեմ, որ իսկապես այսօր շատ հաճելի էր ձեզ հյուրընկալել Փակ TV վերհուշ ծրագրում, որտեղ դուք գիտեք, սա մի ծրագիր է, որը անցյալի մեր մեծություններին մեկ անգամ եւս հիշատակելու, նրանցով հպարտանալով եւ ձեր ասած հատկապես երիտասարդ ծերնդին ներկայացնելու համար է։ Այո։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում դեռ առիթ կլինի նոր հանդիպումների, որտեղ դուք մեր մեծերից շատերի հետ եք հանդիպել, մտերիմ եղել եւ ամենակարևորը մենք նրանց մասին ունենք բավականին հարուստ տեսադարան եւ երբ այդ առիթը նորից ներկայանա, կարծում եմ կրկին սիրով հյուրընկալվես, նախատեսում ենք շուտով նաեւ կազմակերպել Սիլվա Կապուտիկյանի նվիրված մի հաղորդում, որի հետ դուք իհարկե ում հետ դուք շատ մտերիմ բարեկամ եք։ Նա Լուսինեին էլ էր սիրում շատ։ Գիտեմ, դրա համար եմ ասում։ Անցյալ տարի պարոն Հուշյան ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարեց 2024 թիվը Սերգեյ Փարաջանովի եւ Շարլ Ազնավուրի տարի։ Մի հատ հարց տվեք։ Շարլ Ազնավուրի տարի էր։ Մեր մեծ խանութները, մոլերը, այսպես ասած, սասը կլինի, սիթին կլինի, չգիտեմ, բոլորը։ Որևէ մեկը դրեց Շարլ Ազնավուրի երգը։ Հա? Դու պետք է սիրես քոնը, դու պետք է ճանաչես ինչ ունես, ումով հպարտանաս, սիրես, որ կարողանաս ներկայացնել։ Եթե դու չես սիրում քո ունեցածը, դրսին է գալիս եք, ասում է, ընկերուհիս եկել էր Իսրայելից, ասում է, դուք չուկչա եք, ասում է, սեփական երգ չունեք, այս ձեր խանութներում, ռեստորաններում, այս ինչ երգեր են հնչում։ Նույնը Փարաջանովը, քանի անգամ ցույց տրվեցին նրա ֆիլմերը եւ բացատրվեցին, որ երեխաներն իմանան, որ այդ միջև պլենդուզ են հասել մեր մագարտակով, ճկլասի այդ սերիալներից բացի պոետիկ ֆիլմ կա, էքսպերիմենտալ, փորձարարական, դժվարամար, սպիրիտուալական, պիտի հասկանաս, պիտի դժվար բան նայես, որ ուղեղը չմահանա, Ալցհեյմեր չունենաս։ Ճիշտ է, եղավ, շնորհակալ եմ։ Մեր բարեկամներ, մենք այսօր իսկապես մի հրաշալի հաճելի ազնվորության էինք հյուրընկալել Սուսաննա Դավթյանին, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պատկերացնում եք մի ազնվորություն, ով իսկապես մի ինքնատիպ հանրագիտարան է մեր առօրյա կյանքում եւ կարծում եմ նրա հետ հանդիպելու նոր այսպիսի երկխոսությունները սարերի ետևում չեն։ Այսօր այսքանով եկեք բավարարվենք, եղեք միշտ լավատես եւ հավատացեք, որ մեր մեծերը միշտ օգնելու են մեզ, որպեսզի մեր վաղվա օրը լինի հաջողակ։ Այսօր այսքանը։ Ցտեսություն։